Ես այս փողոցի բնակիչ եմ, էսի մեր տունն է, ես էլ ես որտեղից տրակել է տրուբեն, ստեղից դուս է գալի, քանի անգամ զանգել ենք, մի երկու անգամ եկել նայել են, գնացել են, բայց էսի մեր գործը չի, էսի պետք է զանգեք թաղապետարան, քաղաքապետարան, մեր գործը չի, բայց ես կանալիզացիայի տրուբա է տրակել, փողոցինն է, ում գործն է, ով է անելու։ Ով են ասում քաղաքապետարանն ու Վիոլա ջուրը։ Վիոլա ջրի աշխատողները եկան քանի անգամ, ասում է էսի մեր գործը չի։ Բան գործ է։ Ասում է դիմեք թաղապետարան, քաղաքապետարան։ Դիմել եք։ Չէ, դա իրանց գործն է, այնտեղ դիմես ինչ անես։ Իրանք պետք է կանանեն։ Եկել են քանի անգամ, զանգում ենք անհասանելի է տալի, զանգում ենք, խաբում ասում են այսօր կգանք, վաղը կգանք, շաբաթներով չեն գալիս։ Ասենք կարող է մի 10 օրը մի անգամ եկել են, նայ գնացել են, նորմալ գործ չեն արել։ Ու հիմա այս վիճակն է, ստե հեսա եղանակները տաքացավ, խոլերա է ալնելու։ Իսկ ինչքան ժամանակ է, որ այս վիճակը ստեղծվել է, այսպես ասած։ Էսի մի ամիս է արդեն։ Մի ամիս։ Հա։ Մի ամիս։ Ու մի ամսվա ընթացքում ոչ մի արձակ։ Երկու անգամ եկել են, այնտեղ բացել են, գնացել են, բայց էսի չեն սարքել։ Այս տրակած տեղը չեն սարքել։ Ասում է, դա պետք է դիմեք թաղապետարանին։ Այսինքն խողովակ է պայթ։ Հա, խողովակ է, կոտրվել է, խողովակը մեջից կոտրվել է, գետնի տակ։ Իսկ այս հատվածը իրենք են բացել, թե։ Էսի իրանց արած գործն է։ Իրանք են այս գծերը քաշել։ Եկեք քաշել են, փչացրել են ու գնացել են։ Հիմա ժամանակ առ ժամանակ այս նույն կետը միշտ սենց իրավիճակ։ Այսինքն ճիշտ հասկացա, Վիոլա ջուրն է եկել։ Հա, հենց Վիոլա ջուրն է արել։ Իրանք նորմալ չեն աշխատել։ Նորից էլ երկու օր առաջ եկան, ասում են, էսի Վիոլա ջուրը չի, էսի կոյուղի է։ Մենք Վիոլա բանի ջրի բաները սաղ վերացրել ենք։ Այսինքն ուզում են ասել, խմելու ջուրն է։ Հա, հա։ Ըստ իրանց ասելու, բայց սա էլ է իրանց Բա ինչ պատասխանատու։ են ասում պատասխանատվություններ։ Ասում եմ մենք գործ չունենք, մենք կոյուղուն տեղյակ կպահենք, էսի մեր գործը չի։ Իդեպ նշեմ, սա առաջի դեպքը չէ, վերջին շրջանում մենք շատ ենք ահազանգեր ստանում այս կոյուղաջրերի հետ կապված։ Հիմա քուրիկ ջան։ Մենք օրվա մեջ 100 անգամ քաղաքապետարան բոլոր տեղերը դիմել ենք, Շամշյանն նոր կես ժամ առաջ գնաց։ Ամոթ չունեն, մեզ նախընտրական նվեր են անում, հա։ Չեն թողում մի բանի վրա ուրախանանք։ Երեխեքը այս ամբողջ այս վերևի թաղամասը սենց դպրոցա գնում, ոնց գնա։ Էսա եղանակները մի քիչ տաքացավ, ստե խոլերա է ալն։ Այն ձյուն սառույցի ժամանակ կար, հալվեց ավելի ուժեղացավ։ Իսկ նման բան դեպք եղել է, ընդհանրապես գրանցվել այստեղ նման դեպք։ Ոնց չի գրանցվել, շատ է գրանցվել։ Մի քանի անգամ եկել են, սարքել են 2 օր հետո, 3 օր հետո էլի նույնն է։ Վերջին անգամ երբ է եղել նման դեպք։ Երևի մի ամիս, 2 ամիս առաջ, չէ՞։ Այս արդեն 15 օր առաջ գնում է, ավելի երկար ժամանակահատվածա, որ այս վիճակն է։ Հիմա այս կանալիզացիայի զասարանին պատճառը գիտեք ինչից է, ստեղ տրուբա կոտրվել։ Այդ իրանց քաշած տրուբեն է այդ։ Այդին մեջը կոտրվել է, գետնի մեջ։ Պետք է իրանք քանդեն, փոխեն, չեն փոխում։ Հիմա այդտեղից տալիս է ընդ զասարանի անդադանում։ Հիմա այս գլխավոր գալիս է, էսա, այսքան բան կա, չէ, հորերը կա, ոչ մեկը չի, հենց սա է սկսվում։ Իսկ լինում է ժամանակահատված, որ դադարում է հոսքը, թե արդեն Իրան չի դադարում։ Պետք է գան մի քիչ մաքրում են, հեսա կգան մի թեթև կմաքրեն, կփախնեն, մի շաբաթ հետո էլի նույնն է։ Արդեն չգիտենք, գալիս են երեխեքը մեզ են բողոքում։ Նույն թաղապետարան, քաղաքապետարան դիմել ենք, ասի ջան, իմ աղջիկը գրավորել է դիմել, ամեն օր գրում է, զանգում է, էլ չգիտենք ինչ անենք։ Իսկ պատասխան եկել է, ինչ են։ Չէ, ասում եմ, հենց ջրմուղը Վիոլա ջուրը եկավ, ասեց, մենք իրանց տեղյակ կպահենք, որ զանգում ես, պատասխանում են, մենք տեղեկացրել ենք, կգան, հələ պետք է գան։ Արդեն չգիտենք ինչ անենք։ Օրերը անցկացնում են, ոչ գալիս են տիրություն են անում, ոչ բան։ Շամշյանն էլ ասեց, այս 3 օր Սարիթաղից դուրս չեմ գալի, մենք չենք, էլի կա սենց տեղը։ Զանգում ենք ժամերով զանգը գնում է, անհասանելի է։
Ինչի հետ եք դուք առհասարակ կապվում նման անտարբեր վերաբերմունքը քաղաքացիների։ Անտարբեր վերաբերմունքը, որովհետև իրանք անպատժելի են, որ մի անգամ մեկին պատժեն, երևի էլ շարունակություն չի լինի, այս պատասխանատուներին։ Հաշվի չեն առնում, որ այստեղ մարդիկ են ապրում։ Երևի պիտի իրանք լակոտներին բերես մցնես այս հորերի մեջ, որ իմանան ինչ կա։ Կա հնարավոր է երեխեքը բակային խաղին կարոտեն, որ դուրս գան։ Ամեն օր լաց է լինում դասից հետո ուզում է փողոց դուրս գա։ Սովոր են, այստեղ երեխեքը բոլորը միասին խաղում են։ Սենց իրավիճակ մենք չենք ունեցել, վաղուց չենք ունեցել։ Հիմա երկար ժամանակ է էսի բարձի թողի վիճակ է, ես չգիտեմ, էլ կոտրված տեղը ստեղ է, իրանք պետքա գան քանդեն, փոխեն չեն անում։ Ու բանը, ոնց որ մարդների արանքով նայեն, ոչ տիրություն են անում, ոչ նայում են նորմալ։ Ուրիկ ջան, ստե երեխեքը դպրոց են գնում։ Իդեպ Այս նշեմ։ երեխեքը այս ջրերի միջով, այս ցեխերի, նայեք ինչ վիճակ է, լրիվ կանալիզացիայի ջուրն է։ Ու մի օր չի, երկու օր չի, մի ամիս է։ Որտեղ է հասնում։ Այսպես գնում է ներքևի փողոցն այշնում մի հատ բնակիչ կա, դրանց տան տակա մտնում, ուրա գնում, չգիտեմ։ արդեն էլ չգիտենք ոնց այս հարցին լուծում կարելի է տալ, ինչքան կարելի է բողոքվել։ Զանգում ես էլ անասանելի անդադ տալի, 1000-ից մեկ են վեկալում, վեկալելուց էլ ոնց որ փափուկ բաց դնեն գլխի տակ, ասում են մենք բանը կհերթագրենք, կգան, կմոտենան, բայց ամիսներով չեն գալի։ Զանգում ես, ասում են մենք տեղյակ ենք վահել, մենք տեղի ասել ենք, փոխանցել ենք ու վերջ։ Դրանով պատասխանատվությունը վրձավ։ Դուք որ հատվածի բնակիչ եք ու դուք ինչ կասեք այս իրավիճակի մասին։ Այս իրավիճակը արդեն մի ամիս է, այս տեսակ հայտարարակ վիճակ է, մեր երեխեքը դպրոց գնալուց ջրերի մեջով են անցնում, մեծերն էլ մի կիլոմետր ավելի երկար են քայլում, քան թե ավելի լավ է իրանց համար երկար մանգալ, քան թե այս ջրերի մեջով կարճ ճանապարհով անցնել։ Նշեցին, որ դիմել են քաղաքապետարան վիորաջրին ու Օրը մեջ զանգ եմ արել, ասել եմ, որ այս տեսակ իրավիճակ է, եկեք, մաքրեք, կարգի բերեք, ոչ մեկ չի եկել։ մոտավոր քանի բնակիչ կա այստեղ, եթե իհարկե տեղեկություն ունեք։ Դե մոտավոր ասելով այս փողոցը սենց երկարությամբ եկել էս վերևի 19 փողոցի բնակիչները բոլորը այս կողմով են անցուդարձանում։ Ամենակիչը 30 բնակարան, որից ամեն մեկում էլ 5-ից 6 հոգի ապրում է։ Քիչ չեն էլի, եթե ոչ ավելի։ Դուք ինչպես եք լուծումը տեսնում։ Լուծումը ոնց որ կարգն է, ոնց որ բոլորի փողոցներում են կարգի բերում, այդ տեսակ էլ մեր փողոցը կարգի բերում։ Ինչքան զանգում ես, ամեն անգամ մի մանա են բռնում կամ խափում են հեսակ կուղարկեն ու ոչ գալիս են, ոչ բան։ Մի անգամ եկան բացեցին սարքին, հաջորդ օրը նորից էջև եղավ։ Հասկացա։ Անհոգի վերաբերմունք, անհոգի վերաբերմունք։ Մարդկանց նկատմամբ էլի մակերեսային գործ անեն ու փախնեն։ Այդքան բան։ Դրանից ենք ողոքում։ Գոնե սրտացավ գան վերաբերվեն։